Քանի որ գտնում ենք Պաշտպանության եւ Անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, իմ պարտքն եմ համարում մի հարցով մտահոգությունս արտահայտել եւ արձագանքել։ Օրերս հրաժեշտ տվեցինք ազգային անվտանգության համակարգի երկարամյա աշխատակից ԱԱՑ տնօրենի տեղակալ բազմաթիվ պաշտոններ զբաղեցրած գեներալ լեյտենանտ պարոն եպիսկոպոսյանի։ Պետք է արձանագրեմ, ցավով արձանագրեմ, որ հակառակ զինվորական այդ բարձր կոչմանը, հակառակ իր ծառայությանը, ազգային անվտանգության ծառայության կողմից, ներկայիս ղեկավարության կողմից որևէ կերպ պաշտոնական որևէ հաղորդագրություն չեղավ, որևէ հարգանքի տուրք մատուցելու են բոլոր արարողակարգերը, որն ընդհանրապես ընդունված է զինվորական բարձրաստիճան անձանց հանգստի ճանապարհելու ժամանակ չկար եւ նաեւ պետք է ցավով արձանագրեմ, որ հոգեհանգստյան արարողությանը աչքը զարնեց օպերատիվ այն նկարահանումը, որը թերևս ԱԱՑ ներկայիս ղեկավարությունը փորձում էր իրականացնել, ֆիքսելու թե ովքեր են եկել հարգանքի տուրք մատուցել, բազմաթիվ սերունդներ դաստիարակած նաեւ գեներալ լեյտենանտ պարոն եպիսկոպոսյանի։ ԱԱՑ-ն նաեւ իր վետերաններին պետք է հարգի եւ այդ հարգանքի հիման վրա է, որ ձևավորվում է իրոք արհեստավարժ համակարգ, իրոք սպայական պատիվ եւ փոխանակ մասկի շոուների, ամենօրյա քաղաքական նպատակով գաղտնալսումների, սլեշկաների փոխարեն կարող էր ԱԱՑ ներկայիս ղեկավարությունը իր պարտականությունները կատարել։ Բոլորս էլ մահկանացու ենք, բոլորս էլ գնում ենք, բայց ամեն մեկից վերաբերմունքից ուրիշների նկատմամբ հարգանքի նաև բումերանգի էֆեկտը բոլորի վրա տարածում։